Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցների տարիների երազանքն ի վերջո իրականացման շեմին է։ Երկարատև ուսումնասիրություններն ու փորձարկումների արդյունքն արդեն շոշափելի է բառի ուղիղ իմաստով։ Մատենադարանում պահվող բացառիկ ձեռագրերի, նկարների և փաստաթղթերի վերականգնման համար օգտագործվող ճապոնական թուղթը կփոխարինվի արդեն տեղական արտադրության թղթով։ Բացառիկ տեխնոլոգիան, որը կիրառվում է Ճապոնիայում, արդեն այսպես ասած հայկականացված մոտեցմամբ կկիրառվի հենց Մատենադարանում, դրա երիտասարդ աշխատողների կողմից։ Մինչ այժմ մենք մեր նորոգումները կատարում ենք ճապոնական թղթերով, որոնք ամբողջ աշխարհում օգտագործվում են վերականգնման բաժիններում և կենտրոններում, և մենք մեր երիտասարդները բաժնի փորձեցին, քանի որ ճապոնական թղթերը պատրաստված են թթազգի թփերից և ողողված ամբողջ աշխարհը, մեր երիտասարդները փորձեցին մեր թթազգի, քանի որ Հայաստանում բավականին շատ է թութը և թթազգի ծառերը տարածված, փորձեցին ստանան նմանատիպ թղթեր և դա մեզ հաջողվեց։ Հետո մենք դիմեցինք Եվրոպայում կա շատ հայտնի վերականգնողական թուղթ պատրաստող մասնագետ Գանգոլֆ Ուլբրիխտին։ Ուլբրիխտը եկավ 2 անգամ այստեղ տեղում անցկացրեց վարպետության դասեր և հավաստեց, որ մենք կարող ենք մեր ուրեմն հումքով պատրաստել որակով վերականգնման թղթեր։ Մետաքս հիշեցնող թուղթը Հայաստանում հաջողել են առաջին անգամ ստանալ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցներ Արտավազդ Այվազյանն ու Արթուր Պետրոսյանը։ Սա ենք օգտագործում որպես հումք, բայց մաքրած վիճակում, տեսեք, այստեղ դեռ կեղևը կա, իսկ այստեղ արդեն այդ կեղևային մասը հանված է։ Ճապոնական տեխնոլոգիայով, սակայն հայկական հումքից ստացվող թղթի արտադրամասի բացումը մեծապես կարևորում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վերջինիս դիտարկմամբ Մատենադարանն իր զարգացման ճանապարհին փորձում է սեփական կարիքներն ինքնուրույն բավարարել։ Սա նախարարը ճիշտ ուղի է համարում։ Շատ կարևոր է, որ Մատենադարանը գնում է մի ճանապարհով, որտեղ իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր գործառույթների իրականացման ճանապարհն է դիտում իբրև զարգացման ճանապարհ։ Ու կարծում եմ սա շատ ճիշտ ընտրված ճանապարհ է, որովհետև իրականում Մատենադարանը միայն պահոց չի։ Ձեռքով արտադրության գործընթացում մանրաթելերը բաժանվում են, մաքրվում, թրջվում և հարվում, մինչև միջուկ է ստացվում։ Ձեռագործ փոքր շիվերից պատրաստված ճապոնական ցանցի վրա ձևավորվում է թղթի շերտը։ Դրա համար անհրաժեշտ են ալիքանման յուրօրինակ շարժումներ։ Ու այս նույն տեխնոլոգիան դարեր շարունակ նույն տեխնոլոգիան է, այսինքն ոչինչ չի փոխվել։ Թղթի գույնն ու հաստությունը որոշվում է ըստ վերականգնվող ձեռագրի թերթերի, այնուհետև թուղթը չորացվում է փայտե տախտակների վրա։ Փայտից և չորացնում արևի տակ բացառապես, չորանալուց հետո թուղթը ավելի բացանում է և արդեն Բարակ, բայց ամուր այս թուղթը ժամանակի ընթացքում չի խունանում կամ փխրվում։ Ստացված նուրբ թղթերով են սոսնձում և ամրացնում ձեռագրերի վնասված հատվածները, լրացնում բացակայող հատվածները, ստեղծում պաշտպանիչ բարձիկներ։ Թղթի արտադրամասի ստեղծմամբ Մատենադարանը կնվազեցնի իր կախվածությունը միջազգային շուկայից։ Ներկրվողը նախ թանկ էր, բացի այդ ներմուծման գործընթացում առաջանում էին լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ, որոնք Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն արդեն հաղթահարված է համարում։ Եվ մոտ ապագայում նախատեսում ենք ոչ միայն հասնել լիարժեք ինքնաբավության, այլև ունենալ նաև ձեռնարկատիրական գործունեություն։ Մենք արդեն գիտենք, որ այս լուրը հասել է մեր տարածաշրջանի համանման կառույցների և կա մեծ հետաքրքրություն ձեռք բերելու Մատենադարանում առաջիկայում արտադրվող վերականգնողական թուղթը, որը մենք ճապոնական վերականգնողական թղթի նմանությամբ անվանում ենք հայկական վերականգնողական թուղթ։ Որպես ծրագրի խորհրդանշական սկիզբ, Մատենադարանն ու Armenia Tree Project բարեգործական հիմնադրամը համատեղ տնկել են 100 ծառ։ Տնկված թթենիներից էլ հենց պետք է ստացվի Մատենադարանին անհրաժեշտ թղթի հումքը։ Աիդա Ավետիսյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։